Պայթյուններ են որոտացել Թեհրանում, Թավրիզում, Սպահանում։ Քիչ առաջ Իրանի ահաբեկչական պետությունը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Հրթիռները ոռնոցով անցնում են քաղաքի վրայով եւ ուղևորվում դեպի թիրախը, փողոցներում ցնծություն է։ Ամեն արձակում ուղեկցվում է ուրախության ճիչերով եւ աղոթքներով։ Իրանական այդ հրթիռները պետք է հասնեն ոխերիմ թշնամու երկիր Իսրայել։ Մարդիկ ոգևորված են, որովհետև ամեն արձակում իրենց համար արդարացի ցասման եւ վրեժխնդրության խորհրդանիշ է։ Մինչև այդ գրոհը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն է դարձել իսրայելյան հարվածների թիրախը եւ Թեհրանը սպառնացել է պատասխան տալ։ Դրանից հետո էլ Իսրայելն է հարվածել Իրանին։ Լուրը հաստատել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարը։ شنیده شدن صدای چند انفجار در تهران، تبریز، اصفهان Պայթյուններ են որոտացել Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, մայրաքաղաքում առնվազն 2 պայթյուններ։ Այս փոխադարձ գրոհներից հետո մերձավոր արևելքի առճակատումը կարող է վերաճել տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։ Իսրայելը հայտնել է, որ իրանական հրթիռները վնասազերծվել են։ Զինվորականները խաղաղ բնակիչներին կարգադրել են թաքնվել ռմբապաստարաններում, որոշ ժամանակ անց հայտնել են, թե նրանք կարող են դուրս գալ, սակայն պետք է գտնվեն ապաստարաններից ոչ հեռու։ Սա ամենախոշոր միջադեպն է ապրիլին հրադադար հայտարարելուց հետո։ Իրանը պնդել է, թե չի հանդուրժի Բեյրութի ռմբահարումները։ Լիբանանի մայրաքաղաքում եւ հարավային շրջաններում են տեղակայված Իսրայելի գոյությունը մերժող Հեզբոլլահի ջոկատները, որոնց գաղափարական, ռազմական եւ ֆինանսական առանցքային հովանավորը Թեհրանն է։ Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդավարը ընթերցել է Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի արտաքին հարաբերությունների բաժնի հայտարարությունը։ Ի պատասխան Լիբանանի հարավում սիոնիստական ռեժիմի լայնածավալ հանցագործություններին, այդ թվում Տյուրոսին, Նաբաթիեին եւ այլ շրջաններին հասցված հարվածներին, զանգվածային սպանություններին, գվարդիայի օդատիեզերական ուժերը հատուկ պատժիչ գործողություններ են իրականացրել։ Թեհրանը համոզված է, որ իսրայելցիների գրոհները կազմակերպել է Վաշինգտոնը, այդ մասին ասել է Իրանի արտաքին գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Պատասխանատվությունն Ամերիկան է կրում, ոչ ոք չի հավատա, թե Իսրայելն ինքնուրույն է ծրագրել հարձակումները։ Իսրայելի հիվանդանոցների բուժառուներին շտաբ տեղափոխել են նկուղներ։ Իսրայելի բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը ուղերձով դիմել է հանրությանը։ Նա նշել է, որ Իրանը կոպիտ սխալ է կատարել վերստին ընտրելով պատերազմի ուղին։ Քիչ առաջ Իրանի ահաբեկչական պետությունը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Մենք դրան պատրաստ էինք, մեր պաշտպանությունն աշխատում է։ Հակաօդային պաշտպանության համակարգերը տեղակայված են երկրի ամբողջ տարածքում։ Գլխավոր շտաբը հետագա քայլերն է մշակում։ Բրիգադի գեներալի փոխանցմամբ Իսրայելը կշարունակի ոչնչացնել Լիբանանի տարածքում ապաստանած ահաբեկիչներին։